չի կարելի երկու աթոռի վրա նստած մնալ։ Այդ բազմաթիվ անգամներ ասել եմ։ Մեր պարագայում այդ ընդհանրապես աշխատող չի։ Այ ասում են, տեսեք, ազգային ժողովում ընդունվեց Եվրամիության անդամակցության այդ անդամակցության այդ փաստաթուղթը, գործընթաց սկսելու մասին փաստաթուղթը ու Եվրոպայի որևէ պաշտոնյա չշնորհավորեց կամ չխրախուսեց այդ եւ այլ եւ այլ։ Գիտեք ինչ, այստեղից հետևություն անել է պետք, չէ՞, իսկ ինչի չշնորհավորեց։ Իսկ ինչ անել, որ շնորհավորը։ Իսկ ինչ անել։ Ու առաջին հերթին պետք է արվի հետևյալը, ցույց տալացվի, որ այդ նպատակադրությունը իրական է, որ մենք իսկապես ուզում ենք Եվրամիության անդամակցության գործընթաց սկսել ու քայլեր ենք անում, որպես առաջին քայլ, ասենք նշանակում են ինչի մասին իրենք էլ էին խոսում, նշանակում են, ասենք, փոխվարչապետ Եվրամիության, այո, Եվրամիությանը անդամակցության գործընթացների առումով։ Ու եթե ինքը դա նշանակում է այդ փոխ վարչապետը, այդ արդեն ազդակ է եվրոպական երկրներին, որ մենք դրան լուրջ ենք միանում, այդ կողջունեն ու կշնորհավորեն միանշանակ։ Ենթադրենք, ասենք, պարոն Եղոյանին նշանակում է այդ փոխ վարչապետը։ Ու դրանից հետո ուզում է Մոսկվա գնալ նոյեմբերին, թող գնա իր Մոսկվա։ Այս ազդակ է, այս անկեղծ է ու այս ազդակ է երկու կողմի համար, թե Ռուսաստանի, թե Եվրամիության։ Հիմա եկակ իմ հարցին, Եվրամիությունը հստակ ցույցում է տվել բոլոր անդամակցության տեխնացության կարգավիճակ ունեցող պետությունների ներկայացուցիչներին, որ չպետք է մասնակցեն այդ շքերթին։ Մենք չունենք կարգավիճակը, բայց ամեն դեպքում սա կընկալվի կամ ինչ եզրահանգումներ կանեն։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության վարչապետը չպիտի մասնակցի դրան։ Չպետք է մասնակցի դրան, որովհետև Ռուսաստանը այսօր մայիսի 9-ին ուզում է նշել ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնը, բայց ինքը ռեալ ֆաշիստական, նացիստական ագրեսիա է կիրառում իր հարևան երկրի, իր արյունակից սլավոնների Ուկրաինայի նկատմամբ։ Ֆաշիզմը պոզով պոչով չի լինում։ Իրենք մտել են ուրիշի տարածք, ուրիշին անվանում են ֆաշիստ, նրա տարածքներն են գրավում, հրթիռներ են արձակում նրանց բնակելի շենքերի եւ ռազմավարական օբյեկտների վրա, ասում են դուք պիտի 15,000-անոց բանակ ունենաք, դուք պետք է ՆԱՏՕ չմտնեք, դուք պետք է Եվրամիության անդամ չդառնաք ու այս կարգի բազմաթիվ բաներ։ Ու ասում են ընդհանրապես Ուկրաինա պետություն չի եղել, այդ մերն է։ Ու խնդիրը ուզում են փորձել ուժով, ուժի կիրառմամբ, այսինքն գործում են ՄԱԿ-ի օրենքներին լրիվ հակառակ, իրենք ակնհայտ ագրեսոր են, նրան են ագրեսոր համարում եւ այդ ֆաշիստական գործնեություն ծավալած երկրում գնալ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշել ինչ որ կերպ դու արդարացնում ես այսօր ֆաշիստական գործողություն անող երկրի իշխանությանը եւ այդ համատեքստում Հայաստանի իշխանությունը որևէ պարագայում չպետք է գնա։